Քո երազանքի բնակարանը Թևոսյան 1 կոտորակ երեքում է։ Գնիր այն պատրաստի դորակառույցում, տարաժամկետ վճարման բացառիկ տարբերակով վայելիր աշնանը։ Ազգային անվտանգությունը բացահայտումներ արեց, զենքեր, պայթուցիկ սարքավորումներ բացահայտվեց, նաև ձայնագրություն հրապարակվեց։ Այս մասով դուք ինչ մեկնաբանություն ունեք, արդյոք դա աբեկչություն էր։ Ես ասում եմ, ես ձեր թույլտվությամբ այդ հարցի մեջ չխորանամ, որովհետև ժամանակին գնահատական տվել եմ։ Հիմա ես չեմ ուզում իմ տված գնահատականին հակառակ բան ասեմ, եւ հետեւաբար թույլ տվեք ես չմասնակցեմ, ելի նորից հարգելով ամեղության կախավարկածը, բայց բոլոր դեպքերում ես գտնում եմ, որ այո, իշխանությունները չարաշահում են իրենց լծակները, դա կարամ ասեմ հաստատ։ Բայց տվյալ դեպքում ինչքան չէ, չեմ կարող ասել։ Աղազարյան կարելի է վստահել մի քննչական կոմիտեի, որի շենքից $590 փող են գողացել։ Եվ հիմա այդ քննչական կոմիտեին դե կապ չունի, բայց այսինքն հենց այդ հաստը գողանալ, ինչպես կարելի է վստահել քննչական կոմիտեին եւ նրա տարածած Ես նաեւ լինելով այսպես կոչված ինչ-որ իմաստով այդ դեպքերի հորդանուտում իմ կապնամ քրեական վարույթների հետ կապված մերկապարանոց չեմ ասում, այն դեպքից հետո երբ որ վարչապետը ասեց, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահին ինքն է ըստ էության հրահանգել, որ պաշտոնից հրաժարվի, այդ պահից սկսած ես գտնում եմ, որ մեր մոտ արդարադատությունը գտնվում է շատ ցածր կարգավիճակում, մենք ունենք ավտորիտար ղեկավար, որ որոշումները միայն ինքն է կայացնում եւ հետեւաբար բախենք ասում impeachment, որովհետեւ այն մարտահրավերները, որ ծառացած են մեր երկրի առաջ, մի մարդ, եթե պետք է որոշումները կայացնի, այդ մարտահրավերներից մի դեպքում անգամ եթե ինքը սխալ որոշում կայացնի, դե մարդը չի կարող սխալվի, ապա դա կլինի ճակատագրական մեր համար։ Գիտեք ձեր գործով դատարանին թե մտնելու գործը թե դեռ։ Չեմ, իմ գործով արդեն երրորդ քննիչն է փոխվում, չգիտեմ, երրորդ քննիչն է փոխվում, թե եւ կմտնի դատարան, դա չգիտեմ։ Պարոն Աղազարյան, դուք ինչ կարծիք ունեք այն խոսակցությունների վերաբերյալ Հայաստանում ռուսական հեռուստաալիքները եթերից զրկելու հետ կապված։ Գիտեք, եթե իհարկե կան դեպքեր, որը ռուսական մեր այսպես կոչված ինչ ասեմ, մի շերտ կա Ռուսաստանում, Մարգարիտա Սիմոնյան եւ այլ, որ իրենց ես կարծում եմ ճիշտ չեն պահում, իմ կարծիքն է սուբյեկտիվ, պետք է այդպես չլինի, բայց ընդհանուր առմամբ փակելու դեմ եմ, իհարկե դեմ եմ։ Ինչու՞։ Ինչ նշանակում ինչու։ 3 միլիոն հայ ապրում այնտեղ։ Մենք պետք է կապ ունենանք, շփումներ ունենանք, չպիտի դա կատարվի։ Բայց այն, որ իրենց համապետական եթերներով Հայաստան վարկաբեկող, Հայաստանի իշխանություններին, ժողովրդին ինչ որտեղ նաև վարկաբեկող բովանդակություն են եթեր տալիս եւ դա մեր հանրային մուլտիպլեքս։ Նման բոլոր դեպքերում կա գործիքակազմ համապատասխան քայլեր ձեռնարկելու համար եւ պետք է ձեռնարկվի։ Ես միանշանակ կողմ եմ։ Առաջադրել է որպես վարչապետի թեկնածու, անառարկելի հեղինակություն է, հեղինակություն վայելող որպես վարչապետի։ Այն շրջապատում, որ ես իրան ճանաչում եմ, ինքն անառարկելի հեղինակություն է, այդ շրջապատում։ Ինքը երևի թե հանրապետության մասշտաբի քաղաքական գործիչ չի կամ դեմ չի քաղաքական, բայց այն շրջապատում ընտրությունների ժամանակ ես իմ հարազատներին չկարողացա համոզել, որ ձայնը տան քաղաքացիական պայմանագրին։ Այո։ Չկարողացա համոզեմ, որտեղ շատ սիրում հարգում են։ Հիմա այդպես է, ինչ ասեմ։ Հետևաբար եթե Միքայել Սրբազանի թեկնածության հարցը չկարողանաք համաձայնեցնել, կաթողիկոսը հավանություն չի։ Դավիթ Համբարձումյանի թեկնածությանը քվեարկեք։ Ես բոլոր դեպքերում պետք է հուսամ, որ կաթողիկոսը կտա այդ թույլտվությունը, եթե չէ, ապա այն հանգամանքը, որ տեղի ունեցավ Միքայել Սրբազանի շուրջ համախմբանի իմաստով, հույս է ներշնչում, որ ճանապարհը լուծումը կգտնվի, միգուցե Դավիթ Համբարձումյանի դեպքով, չգիտեմ։